Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլքերսոն, օր մայիսի 8 Աբելի հավատքը Երբ կարդում ենք Եբրայեցիներին ուղղված նամակի 11-րդ գլուխը, մենք գտնում ենք ընդհանուր մի բան բոլոր նշված մարդկանց կյանքում։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ որոշակի յուրահատուկ որակ, որը ցույց է տալիս Աստծուն հաճելի հավատքի տեսակը։ Ինչ էր այս բանը։ Նրանց հավատքը ծնվել էր Տիրոջ հետ խորը մտերմությունից։ Հնարավոր չէ Աստծուն հաճելի հավատք ունենալ առանց նրա հետ մտերիմ հարաբերություններ ունենալու։ Ինչ նկատի ունեմ մտերմություն ասելով։ Ես նկատի ունեմ Տիրոջ հետ այն հարաբերությունը, որը բխում է անձնական սերտ կապի, հաղորդության ցանկությունից։ Դա տեղի ունենում, երբ մենք այս կյանքում ամեն ինչից առավել փափագում ենք Տիրոջը։ Հավատքով Հաբելը Կայենից ավելի լավ պատարագ մատուցրեց Աստծուն, որով վկայություն ընդունեց, թե արդար է, երբ որ Աստված նրա պատարագների վրա վկայություն տվավ, որ նրանով տակավին հիմա էլ խոսում է, թեպետ և մեռել է։ Եբրայեցիս 11-րդ գլուխ 4-րդ խոսք։ Ուշադրություն դարձրեք այս խոսքի մի քանի կարևոր բաների։ Նախ, Աստված ինքը վկայում է Աբելի պատարագի կամ զոհաբերությունների մասին։ Երկրորդ, Աբելը զոհասեղան կառուցեց Տիրոջ համար, որտեղ նա մատուցեց իր զոհերը։ Ավելին, նա զոհաբերության համար մատուցում էր ոչ միայն անարատ գառներ, այլև այդ գառների ճարպը։ Եվ Աբելն էլ մատուցրեց իր ոչխարների անդրանիկներիցը և նրանց պարարտներիցը։ Ծննդոց 4-րդ գլուխ 4-րդ խոսք։ Ինչ է նշանակում պարարտը, այսինքն ճարպը։ Ղևտացիների գիրքն ասում է. «Քահանան դրանք թող այրի զոհասեղանի վրա, իբրև անուշահոտություն Տիրոջ համար, ամբողջ ճարպը Տիրոջինն է»։ Ղևտացիս 3-րդ գլուխ 16-րդ խոսք։ Ճարպը զոհաբերության այն մասն էր, որը արագ կրակ էր բռնկում, արձակելով քաղցր անուշահոտություն։ Այստեղ ճարպը ծառայում է որպես հաղորդության մի տեսակ, որն ընդունելի է Աստծուն։ Այն ներկայացնում է մեր ծառայությունը, որը մատուցում ենք Տիրոջը, աղոթքի ծածուկ սենյակում, գաղտնի երկրպագություն, որը բարձրանում է դեպի Նրան, ինչպես քաղցր բուրմունք։ Աստվածաշնչում այս տեսակի պաշտամունքի մասին առաջին հիշատակումը վերաբերում է Աբելին։ Ահա թե ինչու նա թվարկված է Եբրայեցիներին ուղղված նամակի 11-րդ գլխի հավատքի սրահում, որպես ճշմարիտ, կենդանի հավատքի վկա, թող որ մենք բոլորս ձգտենք նույն տեսակի հավատքին։